Դիրքերը պահվում են, հենակետը չի հանձնվել, ամրացված շրջանը շարունակում է մարտական գործողություններ մղել թշնամու դեմ։ Արդյոք այս երեք երևույթները նույնական են։ Ողջույն, եթերում ռազմական բառարանի հերթական թողարկումն է եւ մենք Point of Law փաստաբանական գրասենյակի աջակցությամբ շարունակում ենք մեր նկարահանումները։ Այսօր խոսելու ենք դիրքի, հենակետի եւ ամրացված շրջանի նմանությունների, տարբերությունների եւ առանձնահատկությունների մասին։ Գնացինք։ Շատերը դիրք, հենակետ եւ ամրացված շրջան ասելիս ցավոք հասկանում եւ պատկերացնում նույն բանը, բայց սրանք միանշանակ, ակնհայտորեն եւ հստակ 3 տարբեր երևույթներ են։ Հատկապես ծառայես տղաները գուցե այս 3 երևույթների սահմանումների եւ բացատրությունների միջև եւ իրենց ծառայության ընթացքում տեսածի եւ սովորածի մեջ գուցեև տարբերություններ նկատեն, քանի որ մեր հայկական իրականությունը եղել է մի փոքր այլ, քան նման դեպքում ունենք դասագրքային սահմանումները։ Նախ եւ առաջ հարցադրում, թե ինչի համար է կարևոր այս 3 երևույթները տարբերակելը։ Ինչ նպատակ ունի շարքային քաղաքացու համար տարբերել, թե խոսում ենք դիրքի, հենակետի, թե ամրացված շրջանի մասին։ Եթե կարճ փորձենք պատասխանել այս հարցին, եթե դու չես տարբերում ինչ են գրավել կամ ինչ են կորցրել, ապա դու չես հասկանալու, թե ինչ է կատարվում պատերազմի դաշտում։ Մարտական դիրքը կամ պարզապես դիրքը այն վայրն է, որտեղ պատերազմի կամ մարտի ընթացքում կարող է գտնվել մեկ կամ մի քանի զինծառայող։ Խոսքը բնականաբար փոքր թվով զինծառայողների մասին է։ Անկամ մեր պատկերացրած մեկ հատ խորը փոսը կարող է լայն իմաստով համարվել մարտական դիրք։ Անկամ եթե շատ ուզենք, բնական որևէ պատներ, ծածկույթ, հողաթումբ եւ այլ նմանպիսի ծածկույթներ կարող են առանց որևէ լրացուցիչ կահավորման արագ վերածվել մարտական դիրքի։ Ընդ որում, մեկ կամ մի փոքր խումբ զինծառայողների համար կրակային դիրքը կարող է փոխվել շատ արագ, վայրկյանների կամ րոպեների ընթացքում ելնելով տվյալ պահին մարտական գործողությունների տիպից, ինտենսիվությունից եւ նպատակահարմարությունից։ Եթե առավել պարզ ձևակերպենք, դա ընդհանրապես տվյալ պահի մարտական գործողությունների ժամանակ տվյալ պահին նպատակահարմար գտնվելու վայրն է, որը տվյալ դեպքում կոչվում է դիրք։ Անցնենք երկրորդ մակարդակին, ինչ է մարտական հենակետը։ Մարտական հենակետը պետք է լինի արդեն մի քանի մարտական դիրքերի կապակցված փոքր համակարգ։ Հենակետում արդեն կա կազմակերպված պաշտպանություն, ղեկավարում եւ փոխկապակցված կրակ։ Փոխկապակցված կրակը մարտական գործողությունների ընթացքում չափազանց կարևոր երևույթ է, մեծացնելու համար թե խոցումների էֆեկտիվությունը, թե խուսափելու սեփական զորքերի միջև սխալման մարտական գործողություններ վարելուց կամ գուցե պատահաբար յուրային զորքերին կորուստներ պատճառելուց։ Եթե զուգահեռ տանենք մարտական դիրքի եւ հենակետի միջև, կարող ենք ասել, որ հենակետը մի քանի դիրքերի ամբողջություն է, որը հանդես է գալիս որպես մեկ միասնական օրգանիզմ։ Այժմ անցում կատարենք տվյալ դեպքում երրորդ մակարդակին, որը այս դեպքում ամենաբարձրն է՝ ամրացված շրջան։ Ինչ է ամրացված շրջանը։ Ամրացված շրջանը նախատեսված է լինում մի ամբողջական ուղղության կամ գուցե առանձին վերցրած բնակավայրերի պաշտպանության համար։ Ամրացված շրջանները իրենց մեջ ներառում են մի քանի կամ գուցե մի քանի տասնյակ ըստ անհրաժեշտության հենակետեր, առանձին վերցված մարտական դիրքեր, խրամատներ, խրամուղիներ, ինժեներական կառույցներ, ականապատ դաշտեր, պահեստներ եւ այլ նմանպիսի ենթակառուցվածքներ։ Ամրացված շրջաններով ընդհանուր կարող է նախատեսված լինել հրետանային միջոցների, հակատանկային միջոցների, տանկային ստորաբաժանումների համար կիրառման շրջաններ։ Սա արդեն ոչ թե ինչ-որ լոկալ հատվածում, ինչ-որ պաշտպանական թեթև կամ արագ կառույց է, այլ երկարաժամկետ մարտ մղելու համար նախատեսված հզոր ենթակառուցվածք, որը ոչ թե նախատեսված կարող է լինել րոպեների, ժամերի կամ անգամ օրերի համար, այլ գուցե շաբաթներ, ամիսներ կամ գուցե նաև տարիներ ըստ անհրաժեշտությունից եւ նպատակահարմարությունից ամրացված շրջանը կարող է մղել մարտական գործողություններ։ Կարող է մղել մարտական գործողություններ, քանի որ ամրացված շրջանները պարտադիր իրենց մեջ նաև ներառում են հաղորդակցման ուղիներ, այսինքն կրակային դիրքից կռվող զինվորը չի թողնում իր կրակային դիրքը նյութատեխնիկական համադրումներ իրականացնելու համար եւ սովորաբար այդ մատակարարումները իրականացվում են քողարկված թիկունքային ճանապարհներով։ Եթե ամփոփենք վերոշարադրյալը, դիրքը կարող ենք պատկերացնել ուղղակի որպես միայն մեկ կետ,
հենակետը մի քանի կետեր, իսկ ամրացված շրջանը արդեն այդ կետերի ամբողջություն, որը հստակ կազմակերպված երկարաժամկետ պաշտպանության համար նախատեսված ամբողջական միավոր կամ գոտի է։ Իսկ ինչու է կարևոր շարքային քաղաքացու համար տարբերակել մարտական դիրքը, հենակետը եւ ամրացված շրջանը, քանի որ հատկապես լայնածավալ պատերազմի ընթացքում դիրք կորցնելը կամ դիրք փոխելը դրանք կարող են կրել ժամանակավոր եւ ոչ էական բնույթ։ Բացարձակապես այլ երևույթ է, եթե օրինակ յուրայից ստորաբաժանումը կորցրել է իր դիրքը, կորցրել է իր հենակետը եւ կորցրել է իր ամրացված շրջանը, դրանք 3 տարբեր երևույթներ են։ Եվ եթե կարելի է անգամ դիրքը թողելու կամ դիրքը կորցնելու համար ողբերգության աստիճանի չանհանգստանալ, ապա ամրացված շրջանի կորուստը օրինակ կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Երբ որ դու տարբերում ես այս 3 երևույթները, ոչ թե քո նեղ տեսադաշտից կոնկրետ հատված, այլ դու տեսնես ամբողջ մարտադաշտը, թե ինչ է կատարվում, ինչպիսի զարգացումներ եւ դինամիկա կա։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք շուտով։